Եսուս Քրիստոս ամեն, հայրեն, որեն ինձս ուրիցյան, եկեսյան որպես եմ ինքս հրեպրից Գոնե մենք ամեն ինչ պիտի անենք, որ այդ Աստծո կամքով լինի, և այն ինչ որ անում ենք, և այն ինչ ուզում ենք առաջնորդել, առանց Աստծո և առանց Աստծո օրհնության չլինի։ Այն մարդիկ, ովքեր պետքա ցույցմունք տային, այսօր հարցազրույց են տալի, այսօր ասուլիս են տալի։ Մենք պատասխաններ ենք պահանջում նրանցից, ովքեր վաղուց պիտի սրանց պատասխանատվության ենթարկած լինեին, որտեղ պետության այս անզորությունը նաև նրանից է, որ նորմալ իրավապահ համակարգ չենք ունեցել, նորմալ դատական համակարգ չունենք, ու այդ դատավորները սպասում են, որ Սամվել Կարապետյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ու Ծառուկյանի նման պարազիտները կարողանան վերստին իշխանությունը եւ պետությունը զավթեն։ Այս քաղցկեղը միայն վիրահատական ճանապարհով է հնարավոր լուծել։ Թերապևտիկ բոլոր միջոցները վերջին 8 տարին ցույց տվեցին, որ չեն աշխատում։ Ես նախորդ գումարման ազգային ժողովում եմ եղել։ Չի եղել մինիստ, որ այս մասին չխոսեմ։ Ասում էին, մենք կանենք դատական համակարգը ժամանակ տանք, եկել 8 տարի անց պատին ենք դեմ առել։ Հիմա սրանք եկել են ասում են երաշխավոր, նկատի ունենալով ում Պուտինին։ Այն Պուտինին, որի պաշտպանության նախարարը 2020 թվականին հայտարարում էր, որ փայլուն օպերացիա են անցկացրել Թուրքիայի հետ Արցախի տարածքում։ Ոչ գուբերնիա, ոչ վիլայետ։ Երկուսն էլ մեր պետության եւ ժողովրդի թշնամիներն են։ Թուրքիան մեր ժողովրդի ֆիզիկական գոյության, Ռուսաստանը մեր պետության, մեր պետականության։ Հայաստանը պետք է դուրս գա հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից եւ պատրաստվի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։ Եվ ուրեմն կեցե Հայաստանը, կեցե եվրոպական Հայաստանը, կեցե Եվրոպական միության անդամ Հայաստանը։ Մենք իշխանության չենք ձգտում, մենք ձգտում ենք ընդդիմափոխության։ Այսօր պետության թիվ 1 սպառնալիքը իշխանությունը չի, ընդդիմություն կոչվածն է, որին կարելի է ամեն ինչ կոչել բացի ընդդիմությունից, որովհետև այսօր մեր պետությունը պատերազմի մեջ է, ու այդ ուժերը հակառակորդի խրամատից կրակում են մեր վրա։ Ինչպես կրակում էին հոկտեմբեր 27-ին, ինչպես կրակում էին մարտի 1-ին, ու այդ ամբողջ ժամանակահատվածում քաղաքական հետապնդումների, բանտարկությունների ու սպանության ենթարկելով բոլոր նրանց, ովքեր իրենց քաղաքական ընդդիմախոսներն ու հակառակորդներն էին։ Հիմա մեզնից է կախված այս մարդկանց մենք ռեաբիլիտացվելու, ռեինկարնացիայի ենթարկվելու իրավունք, շանս կտանք, թե չենք տա։ Նույնիսկ որպես ընդդիմություն, ժողովուրդ, իշխանություն, որին դուք վստահում եք ձեր հարկերը, մեր պետության բյուջեն, ու պատկերացրեք, որ 1/3-ով ձեր փողը վստահել եք ձեր հակառակորդին, ով որ ամեն օր ուզում է ձեզ ոչնչացնի, որովհետև այն անձերը, այս տարբեր խոսացող գլուխներով, Ծառուկյան, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, այդ իրանք չեն, ժողովուրդ, իրանք տեր ունեն։ Եվ մենք այստեղ ենք, այս ընտրություններին մասնակցում ենք, որպես այդ տիրոջ անունը տանք։ Այդ սպառնալիքը կոնկրետ անուն, ազգանուն ունի։ Դրա անունը Վլադիմիր Պուտինն է։ Ու մենք այստեղ ենք, որպեսզի ասենք, որ Պուտինը հունիսի 7-ին պիտի պարտվի, որ Հայաստանը հաղթի, որ հանրապետությունը հաղթանակի, որ մենք բոլորս լծվենք մեր պետության կառուցման գործին։ Եթե նորմալ ընդդիմություն ունենանք, ամեն ինչ լավ կլինի։ Այսօր ավելի շատ մեծ ուզում է ճիշտ ընդդիմություն ունենալը։ Ընդդիմությունը օրենսդիր իշխանության անբաժանելի մասն է։ Նրա փոքրամասնությունը, որի առաքելությունն է քաղաքական մեծամասնությունից պահանջել հաշվետվողականություն, թափանցիկություն եւ հիմնավորված որոշումներ։ Ուժեղ ընդդիմության հետևողական աշխատանքի շնորհիվ օրենքների եւ քաղաքական որոշումների որակը բարձրանում է, իսկ պետության եւ հասարակության շահը ներկայացվում է առավել ամբողջական։ Ընդդիմությունը չի կարող վիճարկել պետության գոյությունը, սպասարկել թշնամական ոտնձգությունները կամ ահաբեկել ու թյուրիմացության մեջ գցել քաղաքացիներին։ Միացիր ընդդիմափոխությանը, միացիր մեզ, համար 18, հանուն հանրապետության։ Ինչ էր ասում Սիլվան, ասում էր հզոր ճախրից հետո այս անկումը տեսա ու ապրեցի օրերն այս դիվային։ Մեկ է, ուր էլ հանք չեմ, որ մի գերեզմանույն
ես ձեր դատաստանին լինելու եմ ներկա։ Այս բանդիտների դատաստանը մինչև այսօր տեղի չունեցավ։ Այդ դատաստանը պետքա տեղի ունենա հունիսի 7-ին։ Ինչի եք պատրաստ հանուն հանրապետության։ Քվեարկելու, եմ ձայնը տալու։ Պատրաստ եմ չլռել։ Չլռել անարդարության դեմ, չլռել անմարդկային արարքների դեմ։ Չվախենալ, չհանձնվել, քվեարկել։ Հանրապետության ամեն ինչի, որ ունենան կայուն հանրապետություն, կայուն հայրենիք։ Պատրաստ եմ բարելավելու այս կյանքը, ավելին անելու, քան արված է մինչև այսօր։ Տասնյակ տարիներ առաջ մարդիկ տարիներով ազնիվ աշխատել են, կոպեկ առ կոպեկ խնայել ու իրենց կյանքի վաստակը վստահել են խորհրդային խնայ բանկերին։ Անարդար կարգի համաձայն այսօր շատերը կյանքի ընթացքում չեն հասցնում ստանալ իրենց գումարը, իսկ մահից հետո նրանց ժառանգներն էլ մնում են առանց այդ իրավունքի։ Մենք պարտավորվում ենք շահառուների տարիքային շեմը իջեցնել 10 տարով, որպեսզի մարդիկ կենդանության օրոք հասցնեն ստանալ իրենց գումարը, իսկ եթե չեն հասցրել, այդ գումարը պարտադիր պետք է փոխանցվի նրանց ժառանգներին, ամուսնուն, տիկնոջը կամ զավակներին։ Քվեարկիր համար 18-ին, մենք պարտավորվում ենք վերադարձնել ձեր ավանդը։